Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր դեկտեմբերի 25, ինչ որ նոր և փառավոր բան։ Եվ ես արի իմ անունի համար, որ չպղծվի ազգերի աչքերի առաջին, որոնց աչքերի առաջին ես հանեցի նրանց։ Եզեկիել 20:14 խոսք։ Աստված պատրաստվում է անել մի նոր և փառավոր բան։ Դա կլինի ավելին, քան պարզապես վերածնունդ։ Դա կլինի մի գործ, որը նա ինքը կսկսի, երբ այլևս չկարողանա հանդուրժել իր սուրբ անվան պղծումը։ Կգա ժամանակը, երբ Աստված կորոշի, որ իր խոսքն այնքան է խախտվել, որ նողկալի բաներն այնքան են պղծել այն, ինչը կոչվում է եկեղեցի, որ նա պետք է վեր կենա և սրբացնի իր անունը կորած աշխարհի առջև։ Իր անվան համար Աստված կիրականացնի երկու մեծ գործ։ Առաջինը՝ նա կմաքրի ազգերն ու իր եկեղեցին սարսափելի քավիճ դատաստաններով։ Նա վերջ կդնի շառլատանների և մարմնավորների ներխուժմանը իր տուն, կմաքրի և կսրբագործի ծառայությունը և կբարձրացնի իր սրտին համապատասխան հովիվներ։ Երկրորդ՝ Աստված կփառավորի իր սուրբ անունը մեծ ողորմություն դրսևորելով։ Ծագող դատաստանների մեջ Աստված կփրկի իրավիճակը, գերբնականորեն դարձի բերելով ժողովրդի մնացորդին դեպի իրեն։ Այն, ինչ նա արեց Իսրայելի համար, երբ նրանք դատաստանի տակ էին, նա կրկին կանի գալիք օրերին։ Դուք կարող եք կարդալ այս մասին Եզեկիել մարգարեի թղթի 36-րդ գլխում 21-38 խոսքերում։ Հակիրճ ասած, մարգարեությունն ասում է. «Ես կողորմեմ իմ սուրբ անվան համար, որը պղծվել է ազգերի մեջ։ Ես սականեմ ոչ թե ձեզ համար, այլ իմ անվան համար։ Ազգերը կիմանան, որ ես եմ Աստված։ Ես ձեզ վրա մաքուր ջուր կցողեմ, և դուք կմաքրվեք ամեն անմաքրությունից։ Ես ձեզ նոր սիրտ և նոր հոգի կտամ։ Ես ձեզ կառաջնորդեմ իմ կանոններով։ Ես ձեզ կփրկեմ ձեր բոլոր անմաքրություններից։ Ես այս ամենը կանեմ ոչ թե ձեզ համար, այլ իմ անվան համար։ Եվ պիտի գիտենաք, որ ես եմ Տերը»։ Եզեկիել 20:44